Ադրբեջանի նպատակը երկրորդ Ալեքսանդրապոլի հասցնել Հայաստանին, հիմա կբացատրեմ, այն, որ Վարդան Ղուկասյանի դատերից ստանում ենք սենց մանանեխի գտալով սենց փոքր ինֆորմացիա, երբ նա գտնվում է սենց խոսքի ազատության բաստիոնում, Միացյալ Նահանգներում, իսկ Ռուբեն Վարդանյանին դատը միաժամանակ համեմատեք Բաքվում, բռնապետությունում, սենց ասած, որտեղ չկա խոսքի ազատություն, մարդը մեզ ուղերձներ ա ուղարկում տարբեր ձևի եւ նրա դատական process-ից ավելի շատ բան ենք տեղյակ, քան Վարդան Ղուկասյանի։ Այսա կլինի թեման։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Նայեք, առաջինը, այս վայնասունը, որ կա համացանցում, կապված այս խաղաղության պայմանագրի հետ էլի։ Նայեք, սա նրա արդյունքն է, որ մենք ազգային գաղափարախոսություն ընդունեցինք ուտոպիան իր բոլոր օրենքներով, իր բոլոր այդ ձևակերպումներով դարձավ մեր մոտ ազգային գաղափարախոսություն։ Տեսեք, Ալիևը մեզանից հիմա դեռ տարիներ առաջ ինքը հայտարարեց, էլի, այս պատերազմից հետո, նոյեմբերի 9-ից հետո, որ Հայաստան, լսիր, դու դարձել ես առաջին հանրապետության իրավահաջորդը, ոչ թե սովետական Հայաստանի։ Ուրեմն, ընդունիր Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը եւ դրանով հիմա գոյատևիր, ապրիր, էլի, որտեւ ասում է անազնիվ է, դու համարում ես քեզ առաջին հանրապետության իրավահաջորդ, բայց հողերով այդ քո տերիտորիայով, նույն Զանգեզուրով, դա սովետական միության արդյունքն է, որ դու ունես այսօրվա սահմանները, մոտավորապես բացատրեցի երևի։ Ու սա է, որ ես այս մի տարիա որ խոսում եմ, ես ասում եմ, էլի, որ Ադրբեջանի նպատակը սա է։ Մի պահ ես շփոթվեցի, ինձ թվաց կամ դա մարդու, որ ուզում է ավելի բանին հավատա, էլի, ոչ թե վատը տեսնի, շփոթվեցի։ Բայց իրականությունը դա է։ Ունայք, հիմա դուք չգրեք ժողովուրդ, որ առաջին հանրապետության իրավահաջորդ դարանք, որ հետ բերենք սենց արևմտյան Հայաստան, էլի, Սևրի պայմանագրի այդ կետը։ Նայեք, մենք դարձել ենք առաջին հանրապետության իրավահաջորդ, պարզապես որ չվճարենք խորհրդային միության պարտքերը։ Դրա համար մենք չհամարեցին մեզ խորհրդային միության իրավահաջորդ։ Որտեւ խորհրդային միությունն ուներ ահռելի պարտքեր արևմուտքին հենց, որ հետո տվեցին կարծեմ Բելորուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը փակեցին։ Մնացած հանրապետությունները լավ կերել էին այդ փողերը, բայց վերջում են որ ասում է սեղանի վրա հաշիվ փակելուց առաջ սա գնացին զուգարան։ Այդ 3 հոգին փակեցին։ Դա է եղել իրական պատճառը։ Մնացածը մեզ խաբել են կրկին, այ ուտոպիան, սուտ գաղափարներ, նույն այդ արևմտյան Հայաստան հետ բերելը։ Մյուսը, քանի սրանից խոսացի, որ ավելնորդ հարցեր չլինեն, նայեք, թեման որտեղ ուրիշ է։ Արևմտյան Հայաստանը կարելի էր հետ բերել կարը տենց թեզ։ Եթե մնար սովետական միությունը խորհրդային, մինչև 2021 թվական 100 տարին լրանար Լենին Քեմալին։ Այդ դեպքում հնարավոր էր արևմտյան Հայաստանը հետ բերել։ Որպես չկատարված կետ պայմանագրի Լենին Քեմալի, որտեղ ժամկետ նշված չի եղել Լենին Քեմալում։ Բայց քանի որ սովետական միությունը քանդվեց 91 թվականին, նույն 91 թվականին Ելցինը Հայաստանից կարծեմ բանը իշխանություններ ընդհանուր բոլորը մտան ՄԱԿ-ի կառույցի մեջ, արդեն ՄԱԿ-ի բանաձևերը ընդունեցին, ճանաչեցին միմյանց սահմանները, հասկանում եք, արդեն դրա այդ ժամանակ Թուրքիան հանգստացավ, որտեղ նոր Ռուսաստանի Հանրապետությունը ճանաչեց Թուրքիան այսօրվա սահմաններով։ Դրա համար արևմտյան Հայաստան հետ բերելը դա պարզապես կրկին ուտոպիա է, որ մեր ժողովրդին կերակրում էին պարզապես նայեք ժլատության համար։ Որոշ կուսակցություններ, որոշ այդ կառույցներ դա սարքել էին ամբողջ մի գաղափարախոսություն եւ փողեր հանգանակություններ են հավաքել, ինչպես դաշնակները։
Հետո հիմա անցել են բևեր, այդ կարգի էլի։ Սա իրականություն է, որ հիմա այս թեմային էլ ինձ նամակներ չգրեք, հետո ես չգրեմ, բոլորին սկսեմ բացատրել։ Քանդվեց սովետական միությունը, Թուրքիան ուրախացավ, ասեց վերջ։ Ընդունեցին սահմանները միմյանց եւ մտան Միացյալ Ազգերի կազմակերպություն ճանաչելով։ Դա համար են ասում Հայաստանին ժամանակ արդեն ճանաչել է Ադրբեջանը Արցախի կազմով, որ հիմա խոսում են, էլի, այդ թվերին։ Որտեւ Հայաստանն է ճանաչել է սովետական Ադրբեջանի սահմանները։ Արցախ բան ամեն ինչ Ադրբեջանի մեջ։ Նույնիսկ անգլավները, եթե սենց վերցնենք, էլի, որտեւ անգրագետ են եղել։ Ու հիմա տեսեք, արդեն այս թեման երևի փակ եղավ, էլ հարց չեք գրի։ Այս մասով էլ է։ Ու այսօր Ադրբեջանը դրան է գնում։ Ալեքսանդրապոլն է մեզ կապում մեր ջանին։ Դուք նայեք, բացեք գտեք թե Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը ինչ պայմանա ինչ պետքա ունենար, օրինակ, հիշում եմ 15 կարծեմ թնդանոթից ավել չպետքա ունենար թնդանոթ։ Պետքա բանակի տեղ ունենար միլիցիա ինչ որ։ Այդ կարգի էլի։ Երկաթուղին պետքա հսկեր Թուրքիան։ Այդ է դաշնակները ինչ են ստորագրել։ Մի խայտարակ պայմանագիր, բացեք համացանցում կա, կարդացեք Ալեքսանդրապոլի պայմանագրի կետեր, էլի։ Ու տեսեք, սովետական միությունը իրականում փրկեց Հայաստանը այդ պայմանագրից, էլի։ Նայեք, բոլորը խոսում են Լենին Քեմալով, բայց չեն խոսում Ալեքսանդրապոլից, որտեղ տեսեք, պատմությունը ոնց է, ում ձեռքը ինֆորմացիոն է, ասենց ասած, այդ խոսափողն է, լսափողն է, թե ինչ է։ Նա էլ բարձրաձայնում է պատմություն։ Ու այն իրականում, որ Աղասի Խանջյան, Ստեփան Շահումյան փրկեցին Հայաստանը, բոլշևիկների հետ համագործակցելով, էլի որոշ բան պահելով ավելի, դա նրանց շնորհքն էր։ Իսկ դաշնակները պարզապես պատմությունը վերագրեցին, հեքիաթ սարքեցին իբր, ու տեսեք, որ մենք հաղթել ենք, մենք մեծ երգիր ենք, ու ռուստ ու թուրքը մեզ բան արեցին, էլի։ Սխալ ձևակերպեցին իրականություն, էլի։ Երբ որ իրական Հայաստանը է, դեռևս այն վաղ միջնադարում վերացավ հանձնվեց պարսիկներին։ Եվ Ռուսաստանը երբեք Հայաստան չի գրավել։ Ռուսաստանը գրավել է մի հող, վերցրել է Պարսկաստանից, մի մյուս մասը, հետո Թուրքիայից, Թուրքիան էր խլել Պարսկաստանից։ Վերցրել է որպես ձեռք է բերել, որպես ունեցվածք կայսրության, որի վրա ապրել են բնիկ ժողովուրդ։ Ռուսաստանը Հայաստան չի գրավել, այդ եշությունները, որ դաշնականման ու այդ Եվրոպամետ այդ կեղծ պատմաբանները դες կերակրում են, դա սուտ է։ Լավ, հիմա չշեղվենք թեմայից։ Թեման այն է, որ ես սրա մեջ մի ելք եմ տեսնում, ու այդ ելքը կապում եմ Ռուբեն Վարդանյանի հետ, ասենց տրամաբանորեն, էլի։ Կամ կրկին դա երազանք է, կամ փորձում ես չհավատաս, էլի վատին։ Որ կրկին պատմությունը կրկնվելու է, որտեվ պատմաբաններ ունեն, ասում են ցիկլայնությունը պատմության, էլի, որ միշտ կրկնվում է։ Ինչի վրա են հիմնված են գուշակությունների մեծ մասը, էլի, ցիկլայնության։ Ամեն ժամանակ նման իրավիճակ լինում է։ Որ կրկին հիմա ռուսը եւ ամերիկացին կորոշեն իրենց ասենք ասած տիրապետության գոտիները, որտեղով է անցնում։ Եվ Հայաստանը նույն ձև կփրկվի միգուցե Ռուսաստանի կողմից, տեղից եմ ես կապում Ռուբեն Վարդանյանի տարօրինակ ակտիվությունը, ոնց որ իմ հաղորդումներից մեկի ժամանակ ասեցի, նա պատրաստվում է մեզ ապագա նոր վարչապետ, ու միգուցե Ռուբեն Վարդանյանը հետագայում արդեն ազատ արձակվի այդ որոշումներից հետո ու դառնա նոր արդեն հայաստանյան, ասենք ասած, Հայաստանի հարցերը հարթի Ռուսաստանի հետ։ Ու մեզ կրկին, ոնց որ 1921 թվին եկան, փրկեցին թուրքական, ասենք ասած, լծի տակից, նույնը հիմա տեղի ունենա։ Միգուցե ես միամիտ երազող եմ կամ ինչ-որ մի փորձում եմ փրփուրներից կախվեմ, ժամանակը ցույց կտա։ Որտեւ հիմա ասենց հայհոյանքների ֆեստիվալներ, որ անց է կացնում համացանցում, այդ բոլորն են մեղավոր։
Այդ նամանավանդ Սերժը։ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, սրանք իրար հետ օպերացիան իրականացրեցին։ Նույն Արամ Սարգսյանին Հայաստան բերեց Սերժ Սարգսյանը, ով իրականում նավթային այդ ընկերության կորտելի խոսնակներ եւ շահերի պաշտպանը Հայաստանում, այլ ոչ թե Հայաստանի շահերով ապրող ինչ որ նախագահ, պաղպաղակուտող։ Հենց որ սա ընդհանուր է։ Ես ասեմ, որոշ չափով Ռոբերտ Քոչարյանը ստեղ լուման չունի, նու կաշառակերության այդ ամեն ինչի մեջ ունի անխոսք, բայց այն, որ այսօրվան մեզ հասրեցին Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, դա միանշանակ։ Որտեղ եթե Սերժ Սարգսյանը ուզեր, Նիկոլ Փաշինյանը Գյումրիից Երևան ճանապարհին միտեղ կանհետանար։ Եկեք լինենք անկեղծ։ Սա է, հենց որ հիմա պետք չի, ով էլ գա ոչինչ չի կարողանալու անել, ով էլ գա այս իրավիճակին պետք է ռադիկալ լուրջ ավելի վիճակ է, ահա որ լուրջ։ Մենք բոլոր այդ նորմալ պահերը բաց թողեցինք, ինչպես նույն 21 թվականին, 1920 թվականին, հələ ավելի շուտ է 18 թվականին, երբ մենք ստացանք բանը, Արևմտյան Հայաստանը, էլի այդ Սևրի պայմանագրով այդ օժիտը սենց ասած, էլի այդ բոնուսը։ Մենք միանգամից չանցանք օրինակ սովետական Ռուսաստանի հովանոցի տակ չմտանք, փորձեցինք էշություններ անենք, էլի ինչպես դաշնակները, ու կորցրեցինք ամեն ինչ ընդեղ, այդ ոչինչ չմնաց։ Այդ ինչ էր, ու այդ դարաշրջանը շատ սխալ են ներկայացնում, շատ այդ վիժուվածք պատմաբաններ, ում հետ ես պայքարում եմ։ Դա գաղութային մի ժամանակաշրջան էր, որտեղ իշխում էր ուժի իրավունքը, նայեք, ուժն էր ծնում իրավունք այդ դարաշրջանում։ Անգլիա, Ֆրանսիա տիրում էին այս ամբողջ, նույնիսկ Չինաստանն է եղել այդ օպիումյան պատերազմից հետո բրիտանական այդ ազդեցության գոտում եւ ֆրանսիական հնդոկիտայով հասկանում եք, այս ամենը Հայաստանը չէր կարող գոյատևել այդ հիմար դաշնակների երազանքների համաձայն։ Դրա համար ամենաճիշտը կլինի Ռուսաստանի սովետական միության հովանոցի տակ անցնելը այդ հողերով, այլ ոչ թե կորցնել, հավատալ, որ բրիտանական նավատորմը կբարձրանա մեր լեռները։ Ու հիմա կրկին նույնը եղավ։ Մենք բաց թողեցինք լավ տարբերակները, մենք կատարեցինք սխալներ ու հասանք այսօրվան։ Ու նայեք ժողովուրդ, ես ինչ եմ ասում ուտոպիա, մեր ազգը միշտ ուտոպիային է հավատում։ Իր ամբողջ այդ բանով, էլի, նույն ցեղասպանության այդ խնդիրը, այդ հողերի հետ բերելը, դա իրականում ուտոպիա է։ Յուրաքանչյուր գիտնական, յուրաքանչյուր քաղաքագետ, քաղաքական մասնագետ դասել են, որ դա ուտոպիա է, դա սխալ է։ Իսկ այս մոլորակը, հիշեք ժողովուրդ, հոլովակը եթե երկար կլինի, կտեղափոխվեք YouTube, եթե չկարողացա ներբեռնեմ։ Նայեք, այս մոլորակը միլիոն տարի առաջ, երբ կապիկը զարգացավ եւ սկսեց կրակ վառեց եւ քարը տաշեց, ապրել է այս օրենքով, ուժն է ծնել իրավունք։ Տեսեք, մի պահ եղավ այս ամբողջ միլիոնավոր տարիների մեջ, թե հիմա ժամանակը ոչ մեկ չգիտի ճիշտ, 1945 թվականին որոշվեց աշխարհակարգ ինչ-որ, որը կրկին փլուզվեց հիմա։ Ու կրկին այսօր աշխարհում տիրում է ուժեղի իրավունքը։ Ով ուժեղը նա ճիշտ է։ Ուժն է ծնում իրավունք, նույն այդ բառերը, էլի, ու չվերագրեք այդ բառերը Գարեգին Նժդեհին, դա Մաքս Վեբերն է ասել։ Դա այդ ժամանակվա փիլիսոփայությունն է եղել այդ բառերը, էլի։ Գերմանացի տնտեսագետ Մաքս Վեբեր։ Նայեք, ու հիմա կրկին նույն վիճակն է։ Տեսեք, Սիրիան մասնատեցին, կրկին ուժի իրավունքն է գործում։ Նույնն էլ այսօր Հայաստանն է։ Կանգնած է այս համաշխարհային խաչմերուկին, ոնց են հաղորդմանս ասեցի, սենց խլնքոտ դեգեներատի դեմքով, լեզուն հանած, մատը քիթը մցրած, սենց բերանը դրած, սենց զարմացած նայում է։ Ու նայում ես հայհոյանքների ֆեստիվալներ, բոլորը իրար հայհոյում են համացանցում, բոլորը իրար մեղադրում։
Նայեք հայլու մեջ ու տեսեք ում պետք է մեղադրեք։ Մենք մեր իշխանություններին, մեր ամենասկզբից եկող Լևոններ, ընդեղ Վանոեր, Վազգեներ, այ գնացեք այդ վերջին սպարապետը նայեք ու մխիթարվեք։ Այդ թե ինչի համար նկարեցին։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ, Նիկոլ, բոլորը այս մեզանից են ծնվել։ Ու ասում եմ, միակ փրկությունը ինձ թվում է դա լինելու, որ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ պայմանավորում էր Ռուբեն Վարդանյանին բերեն, ասենց ասած, բոլոր հարցերը լուծող։ Ու մարդուն կընտրի ժողովուրդը արդեն, տեսնելով վատագույնը ինչա սպասում, ու կգնա այս քայլին։ Շատ կուզենամ, որ բանտերում այս եվրոպամետներին Վազգենի ախպեր Խզմալյան ու դրանց այդ բլոգերներով, լրագրողներով լցնեն բանտերը եւ ինչպես դաշնակներին կացնահարեն հիմա, բայց դժվար թե տենց բան լինի, երազելը վատ բան չի, դե Վարդան Ղուկասյանը չի գա որ անի, բա տեսնում ենք Վարդան Ղուկասյանից մենակ ստեր ենք լսում, հիմա էլ Վարդան Ղուկասյանի պահը, լսեք, բոլոր մարդկանց դատերը լինում է մարդավարի, այս Վարդան Ղուկասյանի դատը աննորմալ է։ Նայեք, ես ինչի Ռուբեն Վարդանյանի հետ համեմատեցի, լսեք, Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձներ է ուղարկում։ Շատ սրտաճմլիկ էս վերջի ուղերձը լսեցինք, երկար, միջև այդ էլ էր եղել, իր փոխանցում է ինչ-որ ինֆորմացիա, գիտենք դատական պրոցեսից ամեն ինչից տեղյակ ենք, ինչ տեղի է ունենում բռնապետական Ադրբեջանում, նայեք։ Իսկ Վարդան Ղուկասյանի դատերից ոչ մի բան չկա, ճշգրիտ ոչ մի ինֆորմացիա չկա։ Նույնիսկ օրեր առաջ Էդմոն Մարուկյանը հայտարարեց, ասեց ժողովուրդ, ասեց, ես ոչ մի փաստաթղթի ծանոթ չեմ։ Հասկանում եք։ Այդ մարդու պատասխանն էր, եթե չալարեմ կգտնեմ, հիմա կդնեմ։ Դրա համար Վարդան Ղուկասյանի դատը արդեն վիրավորանք է սթափ դատող մարդկանց համար, էլի ավելի լուրջ մտածող, էլի ավելի ծանրակշիռ ժողովրդի համար, էլի, որտեղ դատը գնում է ոչ մի բան չեն ասում, ոչ մի բան, աբսոլյուտ ընդհանրապես, ոչ մի կոնկրետ ինֆորմացիա չկա։ Համացանցում թռչում են մենակ ինչ որ թեզեր, չհիմնավորված։ Թեզեր, որ քանդվում են, որ չեն իրականանում, էլ սա մի ամիսա մարդուն դատում են բանի համար, գրավով ազատելու է պարզվում, հետո իբր Անժելա Թովմասյան պետք է ներկա լինի, իբր իրան էքստրադիցիայի համար, իբր դեպորտացիայի համար, օրենսդրությունը խախտել, բայց մայրը բռնված չի, եթե իրանք սխալ են հատել երկիր, մտել սահման, էլի, եթե հիմա իրանք սխալ սահման հատելու համար լիներ, մոր հետ իրար հետ են մտել, էլի։ Անես չի, որ Վարդանն է ասենց Մեքսիկայի սահմանը ցանկապատի վրայով է թռել, իսկ մայրը ինքնաթիռով է իջել օրինական։ Դժվար թե տենց բան լինի։ Հասկանում եք, ստերն ու կեղծիքը ավելի շատ է։ Ոչ մի նորմալ բան չկա։ Ու հիմա ես հարց եմ տալիս հենց դոկ կուսակցությանը ու ժողովրդին, ով հետևում է։ Լսեք, սա ձեզ համար վիրավորական չի։ Վաղը մյուս օր, որ գաս իշխանության Վարդան Ղուկասյան, դու կրկին նույն ձև ամեն ինչ խաբելու ես մեզ, դառնաս երկրորդ Նիկոլ, քո դատն է, մի հատ պրիմիտիվ դատա, որ այսքան սուտ է պտտվում կողքը։ Բա քո իշխանության օրոք ինչքան ստեր է պտտվելու։ Հա։ Ես հիմա ճիշտ հարց եմ տալիս, նայեք, մարդիկ, ինչ չգրեք, դու ում ջրաղացին ես ջուր լցնում։ Ու այդ կարգի հիմար բաներ։ Դոնալդ Տրամփին, երբ որ դատում էին, դատական պրոցեսը գնում էր, անգիր գիտենք, ով է ցուցմունք տվել, ինչից են խոսացել, քանի տարի սրոկ է սպասում արդեն 100 քանի տարի էր, ամեն ինչից տեղյակ էին, մի քանի ժամ հետո։ Դուրս են գալիս, լինում էր ասուլիսներ, լրագրողների հետ, բանի հետ, հասկանում եք ում էին դատում, Տրամփին էին դատում։ Բայց այստեղ մեր խլեշի սպարապետ են դատում, մենակ մուտիլովկեք է պտտվում 4 կողմը։ Մենակ, չես հասկանում, մարդիկ ասում են ամեն ինչ լավ է, դատավորը, բայց չկա վճիռ, առանց վճիռի մարդիկ ուրախանում են, շամպայն են բացում, ասում ես, սա ինչ որ խելագար ծուր հայլիների
ազգաբնակչություն ենք դառնում։ Սխալ բան եմ ասում, ասեք սխալ ես ասում։ Դուք կուսակցություն մի հատ ունեցիր բրիֆինգ, հավաքի մարդկանց բլոգերները, ինտերնետով այնչով հարցերին պատասխանի։ Ինչի համար են ամենաառաջինը գնում են մեր ազգային այնտեղ ժողովուրդ կար Ամերիկայից գնում, նստում են գալի, բայց մեկը չի ասում, դատը որ սկսվեց, օրինակ, դատավորը կարդում է կամ այդ իր մեղադրող էլի, օրինակ Միացյալ Նահանգները ընդդեմ Վարդան Ղուկասյանի, ինչի մեջ է մեղադրվում։ Տերորիզմի մեջ, գցենք, մարդասպանության մեջ, բանկա թալանել, ինչ որ մեկին վարկաբեկել, հասկանում եք, կա, պետք է արտահայտվի, թեման որն է, ինչի համար են մարդուն դատում։ Ոչ մի իրական ինֆորմացիա չկա։ Այսօր յուրաքանչյուր ինչ որ դատական process Ռուսաստանում լինի, մտնում ես իրանց այդ բանը, դատական սայթերը, գտնում ես այդ մարդու անունով գործը, որ մի դատարանում է ու ինչ հոդվածների շուրջ է լինելու դատը։ Մեղադրանքը ինչ է։ Բայց Վարդանի գործով ոչ մի բան չկա, ոչ մի ճիշտ կոնկրետ ինֆորմացիա չկա։ Միայն ստեր, բաժակ են նայում, այնտեղ առակուլներ են, բախտ բացողներ են խոսում, ինֆորմացիաներ են սենց շրջանառվում, որ ոչ մեկ չգիտի, որն է ճիշտ, որը սխալ։ Հիմա հարց, Վարդան Ղուկասյան, դու ես դեպի պետք է իշխես։ Նիկոլից ինչով ես տարբերվելու։ Ես կարող եմ ասեմ, որ Նիկոլ այսօր ավելի թափանցիկ է ժողովրդի հետ համեմատած, քան թե դու ես մի ամսվա քո ես պատմության մեջ։ Ռուբեն Վարդանյան այսքան ձայնագրություններ ա ուղարկում, խոսում ա ժողովրդին հաղորդագրություններ, դու մի անգամ ինչ որ մի քանի րոպեանոց բան ուղարկեցիր, այնտեղ ոչինչ չասեցիր։ Իմ անունից ոչ մեկի փող չտա, ուշք ու միտքդ փող բռնելն է, փող տալ ու փող տվին, ով փող ինչ արեց։ Մարդը ինչ որ միկրոֆոնի համար փողը հավաքել, ասում ես, այ սխալ եմ ասում, ժողովուրդ, ասեք սխալ ես ասում։ Ես գիտեմ, մեր մոտ խիզախություն չկա, էլի մարդկանց երեսին ճիշտը խոսալ։ Դրա համար է պատճառը, որ ես ոչ մի կոպեկ չեմ ծախսել, ոչ մի բոտերի բանի վրա, ունեմ այսքան լսարան, հավաքել եմ, առանց ավելնորդ ներդրումների։ Ասեք, դուք կուսակցություն դուրս եկեք, մարդավարի բացատրեք, էլի։ Ու հիմա համեմատություն արեք, ժողովուրդ, երբ որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է այս Աբշերոնյան սենց բանտում, երկրում էլի սենց ռեպրեսիվ համակարգի բանտում, ավելի շատ բան է մեզ ասում, քան թե Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներից։ Հասկանում եք, սա սուտ է։ Սա կազմակերպ, սա ես նույնիսկ սպասում եմ դուրս գա ինքը բացատրություն տա, որ հետո ես իջնեմ իրա բերանին, այսինքն կոշիկս մտցնեմ բերանը։ Այն ստերը, որ ինքը հիմա հորինելու է ու գա մեզ պատմի։ Արդարացումներ էլի են հայկական կրուտիտը։ Ու գիտեք, չէ, պստիկները որքան ես դե հաղթանդամ եմ։ Միշտ սիրում են կրուտիտ լինել։ Ես իմ կյանքում ինչքան տեսել եմ այդ ձևի ու ավելի, բայց նրանք շատ լավ կրուտիտ են եղել։ Հետո մի հատ թևը պտտել ես, ճիշտը պատմել է։ Այդ թե ինչ է սպասում Վարդանին։ Դե հələ մի հատ դուրս արի տեսնենք ինչ ոնց ես դու բացատրելու։ Արդարանալու էլի։ Ես նայում եմ Գյումրի ընտրությունները հիմա ինչա կատարվում այնտեղ էլի։ Նայում եմ այսօրվա իրավիճակը։ Լսի Վարդան, դու հավատա 40%-ից ավել ձայն կտանեիր։ Այ այս իրավիճակում Գյումրիում 40, եթե ոչ 50-ից ավել տոկոս։ Եթե ասում եմ միջև քո բռնվել ես ամեն ինչը, քո մոտ օրինակ կար 20-25% ինչ որ մի ասենք ասած ֆանտաստիկ զանգված, բայց այս իրականությամբ դու հաստատ Գյումրի ընտրությունները կհաղթեիր։ Հենց այս իրավիճակում առանց բուկլետ տպելու, առանց որևիցե այնտեղ բաներ, ասենք ասած, վստահված անձիկ կամ ինչ որ մարդ վճարելու, էլի, եթե ֆինանսական ինչ որ խնդիր կար։ Ինչ էլ լիներ, ժողովուրդը փող կհավաքեր, փող հավաքելու process կլիներ, թե դու բանտում լիներ, ընտրությունները գնար։ Տես քեզ ինչ ձայներ կտային, էլի։ Ու դրա համար ես հիմա այս ամեն ինչից վիրավորված եմ, ջղայնացած եմ վրան, որ ձեռիս տակ կանգնի, ասում, հաստատ ոտը որից կփոկեմ։ Որտեղ դուրս է գալու խափի, ինչ ես խափել, վարա։ Ես շատ եմ սպասում Գյումրի ընտրություններ, ես իսկապես իրան միշտ ես ասել եմ,
ընդդիմությունը պետք է հավաքվեր իր կողքը ու Գյումրին խլվեր այս իշխանություններից։ Ու միգուցե վաղը մյուս օր Հայաստանում մի բան փոխվեր։ Ես էլի իր ազնվություն կա այս մարդու մեջ, այնպես չի որ եթե նա ծախվող մարդ լիներ, նա վաղուց ծախվել էր դեռևս էլ Հայաստանում եղած ժամանակվանից համակարգին էլի։ Փորը հաստացրած միտեղ նստած կլիներ մի կաբինետում։ Սա իմ կարծիքն է։ Դրա համար ես իր մեջ տեսել եմ որոշ չափ ազնվություն, ժողովուրդն էլ է տեսել ու որ հավատացել է։ Ստեր ունի կողքից շատ է ֆանտազիաներ բան անում, սենց իրան դրել է Ջեյմս Բոնդի տեղ որոշ դե պարզա դա խելացի մարդը չի հավատա, բայց վերջի ուրիշ մենք տարբերակ չենք ունեցել պարզապես։ Այսքանը որ կուզեի ասել, դե ոչ մի բան, ոչ մի ինֆորմացիա, մենակ սուտ ու կեղծիք ու ինֆորմացիոն վակուում։ Դե ասա, որ դու եկար իշխանության ես նույնն է լինելու։ Ինչոտ այդ ժամանակը տարբերվեց Նիկոլից կամ Սերժից կամ այն մյուսից, որ մարդկանց պարզապես հիմարություններով կերակրել են 30 տարի։ Ինչպես դու հիմա կերակրում ես քո դատական process-ի հետ կապված, կրկին հիմարություններով, բայց ոչ մի կոնկրետ ինֆորմացիա։ Շնորհակալություն։